Բարև սիրելի հետևորդներ ջան, ես այսօր ձեզ բերել եմ այնպիսի ֆիլմեր, որոնք որ ասում են շեդևր են։ Հավատացած եղեք, այս ֆիլմերը, որոնք ես ձեզ այսօր խորհուրդ եմ տալու, որ դիտեք, սրանք ասելիք ունեցող ֆիլմեր են։ Կխնդրեմ ֆիլմերը դիտել շատ ուշադիր, ամեն բառը, ամեն նախադասությունը այս ֆիլմերի կարևոր են։ Հավատացած եղեք։ Ես այստեղ առանձնացրել եմ իմ սիրելի ֆիլմերից մի քանիսը, ասեմ, որ այս ժանրերը տարբեր են, բայց այս ֆիլմերը կոնկրետ ասելիք ունեցող ֆիլմեր են։ Ուրեմն առաջին ֆիլմը, մի րոպե ակնոցներս դնեմ, որ լավ տեսնեմ։ Ուրեմն առաջին ֆիլմը Ավատարն է։ Ես չգիտեմ քանիսն են նկատել Ավատար ֆիլմի մեջ հոգևոր առաջնորդը իրենց շաման ասեմ, ժրիցը ասեմ, աղջկա մայրը, դուք նկատել եք, որ իր անունը Ծաղիկ է։ Ուրեմն ռուսերենով, քանի որ թարգմանությունը ռուսերեն է, իրանք չեն կարողանում, դե ռուսը չի կարողանում ասել ծաղիկ, իրանք թարգմանում են այսպես ցախիկ։ Իսկ եթե դուք չեք հավատում, դուք կարող եք օրիգինալ տարբերակը դիտել Ավատար ֆիլմի անգլերենով ու ելի կհամոզվեք, որ հոգևոր առաջնորդի անունը Ծաղիկ է։ Դա շատ հետաքրքիր էր, բավականին հետաքրքիր էր այս փաստը։ Անցնենք երկրորդ ֆիլմին։ Մեզ մոտ երկրորդ ֆիլմը Պրոմեթեյ ֆիլմն է, ֆանտաստիկ ֆիլմ է, չգիտեմ շատերը երևի տեսած կլինեք, սա մի յուրահատուկ ֆիլմ է, ելի ինչպես միշտ ասելիք ունեցող ֆիլմ է։ Պրոմեթեյ ֆիլմը ունի իր երկրորդ տարբերակը, որը կոչվում է Чужой Завет։ Խորհուրդ եմ տալիս անպայման դիտել այս ֆիլմերը, սրանք երկու ֆիլմ են, առաջին, երկրորդ ֆիլմն էլ ֆանտաստիկ ֆիլմեր են։ Երրորդը մեզ մոտ գալիս է Железное небо 2, խորհուրդ եմ տալիս նայեք չեք փոշմանի։ Հաջորդը Ловушка времени, սա նույնպես շատ հետաքրքիր ֆիլմ է, անպայման կդիտեք եւ կմեկնաբանեք ինչ կարծիք ունեք այս ֆիլմի մասին։ Հաջորդը մեզ մոտ գալիս է Վիվարիումը, բավականին բարդ է, սա շատ ուշադիր պիտի նայեք, ժանրը շատ բարդ եւ ծանր ֆիլմ է, բայց ասելիք ունի։ Հաջորդը մեզ մոտ գալիս է Դեժավյու ֆիլմը, որը գլխավոր հերոսը Դենզել Վաշինգտոնն է, խորհուրդ եմ տալիս անպայման դիտել։ Հաջորդը մեզ մոտ գալիս է Կիանու Ռիվզի Ռեպրոդուկցիա ֆիլմը։ Ռեպրոդուկցիա ֆիլմը խոսքեր չունեմ, չգիտեմ, ես ֆանտաստիկ ֆիլմ է, ես արդեն չգիտեմ, հաշիվը կորցրել եմ, թե քանի անգամ եմ դիտել այդ ֆիլմը։ Հետո մեզ մոտ գալիս է էլի բավականին հետաքրքիր ֆիլմ Մորգան։ Սա աղջիկ երեխայի մասին է, լավ, փակագծերը չեմ բացում, կնայեք անպայման։ Հաջորդը մեզ մոտ գալիս է Ստիվեն Սպիլբերգի Особое мнение ֆիլմը։ Այստեղ գլխավոր հերոսը Թոմ Քրուզն է։ Սա նույնպես շատ հետաքրքիր ֆիլմ է, բավականին հետաքրքիր ֆիլմ է։ Ժողովուրդ ջան, ես խորհուրդ եմ տալիս, երբ այս ֆիլմերը նմանատիպ ֆիլմեր դիտում եք, ոչ մի վարքյան չկտրվել ֆիլմից, ասենք մարդ ես, մտածում ես գնամ սուրճ դնեմ կամ չգիտեմ պոպկորնը պատրաստեմ, բերեմ ֆիլմը դիտեմ, ոչ, կտրվել չի կարելի ոչ մի վարքյան, որովհետև այս ֆիլմերը, որոնք ես թվարկեցի, նրանք շատ կարևոր են։ Ամեն նախադասությունը կարևոր է ֆիլմի մեջ, եթե բաց թողեցիք, գուցեև չհասկանաք ֆիլմի թեմատիկան, չհասկանաք։ Դե ինչ ձեզ հաճելի դիտում, կսպասեմ ձեր մեկնաբանություններին, կխնդրեմ ասեք, որ ֆիլմը այս ցանկի ավելի շատ հավանեցիք։ Եվ այս հաղորդման վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ սիրելի հետևորդներին, շատ շնորհակալ եմ, որ հետևում եք իմ էջերին, շատ շնորհակալ եմ ձեր հաճելի եւ սիրուն մեկնաբանությունների համար, շնորհակալ եմ սիրուն ֆիլմեր առաջարկելու համար, ես բոլոր ֆիլմերը դիտում եմ, որոնք որ դուք առաջարկում եք, մի խոսքով շնորհակալ եմ, որ կաք իմ սիրելի հետևորդներ ջան։